ըստ էության մենք խոսում ենք կենսաթոշակի հերթական ավելացման մասին, բայց ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու, մենք մեր որոշումների դիտանկյունները փոխում ենք, որովհետև մենք մեր որոշումները պետք է կայացնենք այնպես, որ նրանք լրացուցիչ եւ հարակից էֆեկտներ ունենան։ Այս մտածումները մեր մոտ սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ որ մենք 2019 թվականին բարձրացրեցինք 10%-ով ուսուցիչների աշխատավարձ։ Եվ մենք, երբ որ հետագայում ուզում ենք հասկանալ մեր կայացրած որոշման էֆեկտը, մենք տեսնում ենք, որ այդ կայացրած որոշումը ոչ մի էֆեկտ չունի բացարձակապես։ Ընդ որում, այնպես չի, որ ուսուցիչները, որոնց աշխատավարձը բարձրացել են, առանձնապես գոհ են, եւ ընդհակառակը ուսուցիչների շրջանում անարդարության զգացում կար, թե մեկը պրոֆեսիոնալ հմտությունները հաշվի չեն առնում եւ այլն, դրա համար մենք ներդրեցինք կամավորատեստավորման ծրագիրը, որը այսօր կարող ենք ասել, որ հաջողված ծրագիր է միանշանակորեն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այն ճանապարհով, որ մենք գնայինք, մենք երբեք այս ցուցանիշի չենք հասնի, երբեք։ Այսինքն կհասնեինք մի անորոշ շրջանում, երբ որ 700,000 դրամը կլիներ այդ նույն 150 կամ 200,000 դրամի գնողունակության։ Սա իհարկե կենսաթոշակների հետ կապ չունի, բայց մյուս կողմից, երբ որ կենսաթոշակների բարձրացման մասին էինք մտածում, մենք էլի հարակից էֆեկտների մասին մտածելու կարիք ունենք, որովհետև այդ թվում մենք պետք է մտածենք ոչ միայն թոշակների բարձրացման, այլև մեր տնտեսության աճի եւ ստվերի կրճատման մասին, որովհետեւ մեր թոշակառուների թիվը այս հələ նոր է աշխատողների եւ թոշակառուների տեսակարար քշրում որոշակի ծանրության կենտրոնը աշխատողներինն է եւ ոչ թե թոշակառուներինը, բայց մենք պետք է հասկանանք որտեղից է թոշակը գեներացվում մարդկանց աշխատանքից եւ մարդկանց աշխատանքը պետք է նաև տեսանելի եւ ոչ ստվերային լինի եւ մենք այս ճանապարհով նաև թոշակառուներին մեր հարգելի հնարավորություն ենք տալիս, որպեսզի սա նաև մասնակցության ձև է, գիտեք, հանրային կյանքի։ Երբ որ կենսաթոշակառուն գիտի, որ ինքը կոնկրետ պետության զարգացման, ստվերի կրճատման գործում ունի դեր։ Այս քաղաքացիական զգացողությունը շատ կարեւոր է եւ մենք երբեք դա չենք գնանշում։ Եվ նույն թոշակառուների հոգեբանական եւ կենսամակարդակի ապահովման առումով սա շատ կարեւոր է։ Ինչայլոց պարոն Թովմասյան, ես անդադ վերջին աշխատանքային քննարկումներում հիշեցնում եմ, որ մենք պլան ունենք ձեր նշած հետադարձ հիպոթեկի ծրագիրը իրականացնելու, որը իմ կարծիքով նույնպես մեր թոշակառուների կենսամակարդակում եւ ապրելակերպի մեջ էական դրական փոփոխություններ է մտցնելու, բայց հաջորդն եմ ուզում ասել։ Լավ, ասում ենք թոշակառուն ինչի վրա է ծախսելու գումարը։ Ենթադրենք 12,000 կամ ինչ որ չափով ավելացրինք։ Ինչի վրա է թոշակառուն ամենաշատը ծախսում գումար։ Ակնհայտորեն առողջապահության։ Ակնհայտորեն առողջապահության։ Հետևաբար, բայց մի րոպե, եթե մենք մարդու թոշակը ամիսը 10,000 դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները կարողանալու է շատ թե քիչ պատշաճ ձևով լուծի։ Ոչ, չի կարողանալու։ Դրա համար մենք ասենք եկեք ոչ թե թոշակը ավելացնենք, մանավանդ հիմա շատ կա, նայում են ինչ ենք խոստացել, ինչ չենք խոստացել, մենք չենք խոստացել, որ առողջապահության ապահովագրությունը խոստացել ենք, բայց չենք խոստացել, որ կենսաթոշակառուների համար դա անվճար է լինելու։ Դենց բան չենք խոստացել, որովհետև ասում են, այս խոստացել եք, չենք արել։ Բա որ տասնյակ ուրիշ բաներ չենք խոստացել, բայց արել ենք, դա հաշվարկով պետք է անի։ Բայց մենք իրականում ուզում եմ ցույց տամ, մենք մտածել ենք, լավ, թոշակառուի թոշակը, լավ 10,000, 15,000 դրամով ուղղակի ավելացնենք։ Ինքը իր առողջապահության խնդիրը կարողանալու է լուծել։ Ոչ, բա ինչ անենք։ Բա ինչ անենք, մեր խնդիրն է նա, որ 10,000 դրամ գրենք, ասենք ստեսություն, մենք խնդիրը լուծեցինք։ Մենք դրա համար առողջապահության ապահովագրության համակարգը ներդրեցինք, ճիշտ է հիմա 65-ից պլյուս թոշակառուներին, մենք իրանց ավելացրած թոշակը առանց իրանց հարցնելու դնում ենք այդտեղ, բայց իրանք այդտեղ ստանալու են մի քանի անգամ ավել արժեցող ծառայություններ, որոնց կարիքը իրանք իհարկե կունենան, Աստված տա չունենան,
Բայց գործնականում տեն չի լինում, որովհետև վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ իրանց կենսաթոշակառուների առաջնային կարիքը առողջապահական ծախսերը հոգալն է, սկսած դեղ եւ այլն եւ այլն։ Ես էլի ուզում եմ ճշգրտել, որ մենք ոչ բոլոր դեղերի ոչ ամբողջական ծախսերն ենք փակելու, բայց մենք այս ճանապարհով թոշակառուներին վերադարձնում ենք այնքան գումար, որը էականորեն ավելի է այն 10-11 հազար դրամից, որ մենք իրանց պոտենցիալ ավելացող թոշակից վերցնում ենք եւ դնում ենք իրենց առողջապահության համակարգի մեջ։ Այսինքն մենք իրանց համար ենթակառուցվածք ենք ստեղծում բոլորովին նոր ծառայությունների ենթակառուցված, որը բոլորի համար, բայց թոշակառուների համար առանձնահատուկ կարևոր է այդ առողջապահության ապահովագրությունն է, որը մենք հաջորդ տարվանից այդ ծառայությունները կմատուցենք։ Ես նկատի ունեմ, մենք այս նրբությունները ավելի ակտիվ պետք է մեր հանրությանը ներկայացնենք, որպեսզի նրանք ճիշտ տեսնեն պատկերը։ Էլ չեմ ասում, որ ես նախկինում մի անգամ ասել եմ, երբ որ այդ ծրագիրը սկսեց աշխատել, առաջին ամիսներն էին։ Երբ որ մենք տեսնում էինք աճը, ես ասացի հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ մենք այն ավանդական ձևերով էլ թոշակ պետքա չբարձրացնենք։ Մենք պետքա գնանք այս ճանապարհով։ Իմիջիայլոց կներեք, 300 միլիարդի առևտուր ասցիք, հա? 314 միլիարդի վերադարձվել է 30 միլիարդ։ 300 միլիարդի առևտուր կատակ ենք անում։ 300 միլիարդ դրամի առևտուր թոշակառուների կողմից։ Մենք կարող ենք աչքաչափով ասել, սրա գոնե 40-50%-ը նախկինում ստվերային առևտուր է եղել, որը հիմա դուրս է եկել։ Եվ նաև այդ ստվերից դուրս եկած առևտուրն է, որ այս տնտեսական ակտիվության ցուցանիշների եւ տնտեսական աճի վրա կոնկրետ արտահայտվում է եւ արտացոլվում է։ Էնպես որ մենք էլի այս դեպքում էլ եմ ասում, մեր ворթեգրած ռազմավարությունները սկզբունքորեն պետքա հետեւական իրականացնենք, ժամանակը շատ ենք ծախսել դրա համար անկանխիկի առևտրի հետ վճարի մասին այս անգամ չեմ խոսում, հաջորդիվ առիթ կունենանք դեռ։